Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնացեք։ Ձեր բախտը հիմա չեք կրնար հասկանալ, հետո պիտի հասկանաք։ Ձեզ մեջ շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկանան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան հայրենիքը։ Վիլյամ Սարոյան։ Պահա գալիս, որ դու զգում ես, որ չես կարողանում դրսում ապրել, այդ ոչ թե կապ ունի նրա հետ, որ դու հաջողություն չես գտել, աշխատանք չունես, ունես, լողավազանով տուն ես առել, մեքենա ես առել, ոչ մի բանի հետ կապ չունի։ Այդ պահը, երբ որ գալիս է, դու չես կարողանում էլ դրսում մնալ ու վազելով հետ ես գալիս։ Աշխատում էի մի մուլտիստուդիայում, որտեղ շատ լավ գործ ունեի, շատ լավ ստուդիա էր ու իսկապես իմ երազած աշխատանքներ Ռուբիկ Հախվերդյանի CD-ն էի լսում ու խոսքեր երգներ։ Այդ երգը, որ սկսեց, ես զգացի, որ ես կապ չունեմ այս ամեն ինչի հետ, հա ինչ անեմ, որ ամեն ինչ լավ է։ Նույն օրը գնացի տուն ու տոմսս պատվիրեցի ու շատ արագ հետ եկա։ Որպես մարդ արարած կարող եմ ես գոյատևել որևէ տեղ։ Ես ուղղակի սիրում եմ այստեղ։ Այդ իմ ներքին զգացողությունն է, որ ինձ չի հարցնում, տենց է։ Մեր ազգանը Նագաշյան է, այդ պատճառն է, որ Նաղաշով Նաթանի ընտանիքից ենք եղել։ Մորս կողմից պապս ջերմուկից է, տատս մարաշցի, իսկ հորս կողմից Սեբաստիացի են։ Նախքան ջարդի երևի կամ այդ տարիներին պապուս հայրն էլ է վարժապետ եղել Սեբաստիայում, նրան կախել են թուրքերը, իսկ պապուս փախցրել են, ասել են, որ մի տեղ ապահով գնա, ինքը որոշել է գնալ Երուսաղեմ։ Հետո վերադարձել է, որովհետև ասել են, որ ներում են, թե ինչ-որ կարող են հայերը վերադառնալ, վերադառնում է Սեբաստիա, ճամփին տատիկիս հանդիպում ու նորից է սկսում այդ ամեն ինչը, այս անգամ ճանապարհները իրենց տանում են Բեյրութ։ Գաղթական հայ երեխաները, որոնք հայտնվել էին նույն ձևի Բեյրութում, սկսում են գալ իրենց տուն, որ հայերեն սովորեն, գրել կարդալը չմոռանան։ Ընկերներով հավաքվում են, մտածում են ինչ կարելի է անել, որովհետև այդ երեխաներին տեղ էր պետք, որտեղ կարող էին իրենք սովորել։ Էնպես են անում, որ շարժուն դպրոց է լինում, այսինքն այդ դպրոցը դնում են մի վայրում, որտեղ մինչև այն ժամանակ, որ իրենց ոչ ոք չի խանգարում, հետո հենց գալիս են ասում են, այս ձեր հողը չի, այստեղ ապօրինի դպրոց եք բացել, շալակում են իրենց ուսերի վրա, տեղը փոխում են, տանում են ուրիշ տեղ են դնում, մինչև որ նորից չխանգարեն։ Այդպես է դառնում է առաջին հայկական դպրոցը, վարժարանը, որը կոչվում է Նուբարյան վարժարան։ Դպրոցական տարիներին, քանի որ ես լավագույն նկարողն էի մեր դպրոցի, Չակերտյալ, ուսուցիչս նկարչության որոշել էր, որ ես անպայման պետք է շարունակեմ, իմ թղթերը ուղարկել էր Իտալիա, ես ընդունվել էի Հռոմում սովորելու։ Երբ որ եկավ մեր տուն ասելու համար ծնողներիս, ինքն էլ տարիքով մարդ էր Վազգեն Տութունջյանը, հայրս շատ ուրախացավ, մայրս շատ նեղվեց, որովհետև փոքր էի ու մտածում էր ուր թողնի ինձ գնամ։ Եղբայրս արդեն այստեղ էր սովորում ճարտարապետականի բաժին, հարցրեցին, եթե Հայաստանի ուսումը նկարչական լավ է թե չէ, ասեց շատ լավ է, այնտեղ էլ կարա գնա ու այդպես ինձ ուղարկեցին ստեղ։ Ուսանողները իրենց պարտքն էին համարում, որ ինձ եղբայրական մոտեցում ցույց տան եւ ասեմ, որ տեղացիները լավը չեն, պետք չի շփվել իրենց հետ։ Քանի որ ես հանրակացարանում էի ապրում, աշխատելու տեղ չունեի, ասենք
գնում էի ընկերներիս արվեստանոց, շփվում էինք որոշ չափով ու երբ որ գալիս էի հետ իմ սենյակ, ասենք շատ է եղել, որ պայուսակս բացել եմ ու տեսել եմ մի կտոր հաց ու լավաշ ու պանիր կամ ինչ որ մի կտոր մի բան են, խնձոր, չգիտեմ, ինչ որ կա։ Միշտ ցույց էին տալիս այդ հոգատարությունը, որ աննման էր պարզապես։ Ու իհարկե այդ անհետ խոսքերը շատ արագ մոռացվեցին եւ անհետ ոչ մի կշիռ չեն ունեցել այդ խրատները իմ կյանքում, որ պետք չի շփվել տեղացիների հետ։ Ես մինչև հիմա, բայց նեղանում եմ դրա համար, որ ինչի են իրենք տենց։ Որովհետև շատ անարդար ու սխալ մտածելակերպ է, այսինքն եթե դու մի բան բավարար ճանաչես, հետո ասես այդ իրավունք կունենաս երևի թե, բայց նույնիսկ այդ ժամանակ ընդհանրացնել չի կարելի։ Ընկերներով, ասենք, գնում ենք քաղաքից դուրս կամ ինստիտուտից են հենց տանում էտյուդներ անելու, ինչքան բնության մեջ էի լինում, այդքան ավելի շատ էր ուժ գնանում իմ մեջ այդ զգացմունքը, որ ես ստեղից եմ։ Ինչքան գնում էի բնություն, այդքան հասկանում էի, այդքան գտնում էի ինձ, որովհետև մինչև ստեղ իմ գալը ոնց որ ես ինձ գտած չլինեի, ոնց որ մի կարևոր մաս իմ մեջ պակաս էր, չկար։ Ընդունվեցի Հայ ֆիլմում մուլտիբաժին, 95 թվին, որ ավարտեցի ինստիտուտը եւ գնացի Մոնրեալ, քանի որ նաեւ արդեն մուլտիստուդիայում աշխատել էի եւ աշխատանքային փորձառություն էի ձեռք բերել, այնտեղ դիմեցի միտեղ, մի խոսքով ընդունվեցի ու այդպես շարունակվեց։ Հենց բավարար գումար էի վաստակում, վազելով հետ էի գալիս այստեղ, այսինքն գնում էի մի քանի ամիս աշխատում էի, հետ էի գալիս ու այս ընթացքում շատ հետաքրքիր ուրեմն ստուդիայում աշխատեցի Սիլվեն Շոմեի La Vieille Dame et le Pigeon մուլտներ, որ ուրեմն պառավ կինը եւ աղավնիները, որ շատ տենց մրցանակներ շահած ֆիլմ է եւ շատ հայտնի։ Տարբեր ցուցահանդեսների եմ մասնակցել, իհարկե ընթացքում զուգահեռ եւ Ամերիկայում, Նյու Յորքում հատկապես շատ անգամներ, Բոստոնում, Մոնրեալում, տարբեր քաղաքներում։ 6 ամիս ապրեցի Հոլանդիայում, Լոնդոնում ցուցահանդեսի հրավեր ստացա, նույնպես անհատական, ու այնպես ստացվեց, որ ես մոտավորապես 2 տարի Եվրոպայում էի։ Այս ամեն ինչը շատ կարևոր հետ կա թողել իմ կյանքի վրա, որովհետև նաև շատ ուսումնասիրությունների տեղիք է տվել ու շփվել ու ավելի մոտիկից ծանոթանալ ու ճանաչել ինչ է կատարվում այնտեղի, ասենք, արվեստի աշխարհում այսօր։ Հիմա ես աշխատում եմ Նարեկացի արվեստի միությունում, որպես վիզուալ արվեստների գեղարվեստական ղեկավար։ Ցուցահանդեսների պատասխանատուն եմ, նաև աշխատում եմ հետաքրքիր գրքերի դիզայնի վրա, CD-ների, DVD-ների, խմբակներ ենք հավաքում։ Ես հնարել եմ այս երգը, որ դու հանկարծ չտխրես, որ կորցրած քո երազը, քո քնի մեջ դու գտնես։ Ինձ
հեշտ է եղել մուլտի աշխարհում աշխատանք գտնել։ Հիմա մուլտի աշխարհը փոխվել է, մուլտ նկարելու մեթոդները, մտածելակերպերը, ամեն ինչ փոխվել է, ամեն ինչ ուղարկվում է տարբեր երկրներում, էժան աշխատողների է տրվում, կոմպյուտերով է արվում, այսինքն հոգին մեջից դուրս է գալիս։ Դրա համար ինձ այլևս հետաքրքիր չի մուլտում աշխատել։ Եվ հիմա օրինակի համար Նարեկացի արվեստի միությունում, որ աշխատում եմ, շատ հարազատ է ինձ եւ շատ մոտ է, այսինքն ես որպես նկարիչ եւ որպես մուլտիպլիկատոր իմ ամբողջ այս գիտելիքները կարողանում եմ օգտագործելով այդ աշխատանքը անել։ Շատ փոփոխամիտ մարդ եմ իմ բնույթով եւ չեմ սիրում մի տեսակի մեջ մնալ եւ դրա համար օրինակ պահ գալիս որ խորանում եմ յուղաներկի, կտավի, գրունտի այդ հարաբերությունների ներկի, չգիտեմ, այսպես սկսեցի բան այդ հարաբերությունների մեջ ու ամբողջ օրը այդ եմ անում, հետո այնքան եմ անում, որ հագենում եմ, անցնում եմ օֆորտի, լրիվ ուրիշ բան, որովհետեւ Էդ եմ ուզում հիմա, դրա ծարավու ունեմ ու էդ պետք է հասկանամ, մի քիչ էլ էդ օֆորտ անեմ ու ասենք որոշ մտքեր ունեմ, որ էդ լեզվով կարող եմ արտահայտել։ Ցավալի մի բան կա, որ շատերն են գնում, օրինակ, առանց հասկանալու թե ուր են գնում։ Մի հատ կանադացի ընկերուհի էր, սենց մի բան էր պատմում, մի իմաստուն ծերունի, ուրեմն հին քաղաքի Պարիսպի դեմը նստած, ճամփորդ է տեսնում, որը մոտենում է իրան, ուզում է այդ քաղաք մտնի, ասում է լավ, մի բան քեզ հարցնեմ, ասում է հարցրու, ասում է որտեղից ես գալիս, ենթադրենք ես ինչ երկրից, ասում է ոնց էին այդտեղ մարդիկ, ասում է շատ վատն էին, ասում է ստեղ էլ է նույնը, մեկ ուրիշն է գալիս, այս ծերունն ասում է ինչ մարդիկ են այստեղ ապրում, բան ինչ քաղաք է ես, ասում է ինքն էլ իր հարցն է տալիս, ասում է որտեղից որ դու ես գալիս, ոնց էին, ասում են շատ լավն էին, ասում է նույնն էլ այստեղ են, այսինքն ես մի պատմությունով կարելի է եզրափակվել, ամեն տեղ էլ նույնն է, շատ հարցեր նույնն է։ Այդ ժամանակ էլի։ Ինչ եք նկատում։ Կավը զգում եք ինչ կա։ Հա, ասես մաքուր, հա, այս ռիթմը կկավա մաքուր, ներկաշ չի։ Չէ, հենց ինքն է։ Ես շատ բախտավոր եմ այդ առումով, որովհետև հրաշալի ընկերներ ունեմ, որոնք շատ եմ սիրում, իրենք էլ ինձ։ Բոլորս տարբեր ենք մտածում, նույն ձևի չենք մտածում, բայց բոլորիս կապում է անկեղծ կապը։ Մեզ թույլ ենք տալիս կարծիք հայտնել անկեղծ, օրինակ այս մի բանը նկարում ստացված է, մեկը չէ, այնքան էլ չէ, չգիտեմ, մտքեր ենք փոխանակում, երաժշտություն ենք լսում, հաճախ հավաքվում ենք դալանում։ Ամեն մի հերթական ցուցահանդեսի բացումը մի մեծ տոնախմբություն է դառնում մեր ընկերության համար, որովհետև բոլորը նույնիսկ ասենք ինստիտուտի տարիներից հետո ում չէր տեսել, մեկ էլ բարձրումա տեսար ու բան չի փոխվել, էլի նույնն են մնացել։ Առողջ ընկերություն ունենք։ Սևան ջան, շնորհավոր լինի, շնորհավոր լինի։ Որևէ տեղի նման տարբեր գույներ ունի Հայաստանն էլ, բայց ոնց որ ամենտեղ գերիշխի լույսը, արևի այդ լուսավորությունը, որ նույնիսկ գիշերային երկնքի մեջ է զգացվում։ Արևի ոսկի շողերը ոնց որ ամեն ինչի մեջ թափանցած լինեն, ոչ միայն ծիրանի, գույների, քարերի, մարդկանց։
Դպրոցում, երբ որ ես խնդիրներ էի ունենում, ինչերից որ նեղանում էի, ներվայնանում էի, ընդվզում էի, ինչի դեմ որ ամբոստանում էի, մտածում էի, որ ինչ որ մի բան այն չի, էլի, սենց պետքա չլինի, այսինքն շատ երևույթներ կային, որոնք ինձ դուր չէին գալիս հայության մեջ դրսում։ Երբ որ ես եկա այստեղ ու տեսա, որ շատ բաներ նույնիսկ դրա հակառակն են։ Մարդիկ նույնիսկ ոնց որ հակապատկերներ լինեին, շատ հարցերում նույնը, կարող է նույն դեմքով, նույն լեզվով խոսող, բայց բնույթով եւ վարկով լրիվ ուրիշ մարդիկ։ Ազատամիտ ավելի խորունկ, ավելի տենց բաներ ունեն ասելու։ Արվեստը շատ կար մարդկանց մեջ, արվեստով զբաղվողներ շատ կային, ուսումնատենչ մարդիկ շատ կան։ Տարբեր նույնիսկ դիպլոմներով մարդիկ, որ կազիրոքում կողքդ նստած, չգիտեմ, հավասարի պես քեզ հետ խոսել, զրուցել, երբ որ դեռ կազիրոքը կազիրոք էր։ Եվ ես հասկացա, որ էս է ինձ մոտ, էս է իմը։ Մենք շատ բախտավոր ենք, որովհետև այստեղ ոնց որ ամբողջ աշխարհը կուտակված լինի։ Այդ առումով շատ հետաքրքիր է, այսինքն տեղեր կան, որտեղ ոնց որ Շվեյցարիայում լինես, մեկ էլ հայտնվում ես մի տեղ, ոնց որ Իտալիայում լինես, ինչ որ տարբեր է այստեղի բնությունը ու շատ հետաքրքիր է այդ առումով։ Մի անգամ Արփա լճի կողմերով գնացինք Ջավախք, հետո Թիֆլիս, ոչ հասկացել եմ սահմանի երբ անցանք, ոչ չէ, բայց երբ որ Թիֆլիսից վերադառնում էինք, պարզվեց արդեն սահմանել էինք անցել ու զգացի, որ վայ, լավն է, արդեն սիրունացավ բնությունը։ Չնայած բոլորը ասում են Վրաստանում ավելի հետաքրքիր է, ծառերը մեծ են բան, բայց չգիտեմ, տարօրինակ մի բան կա, որ ես այստեղ եմ լավ զգում, չեմ կարող բացատրել ինչի։